Քանի որ չեմ կարող շատ սպասել գործ եւ այլն, եկեք որոշենք, եկեք հիմա պատրաստենք մեր յատեր աստված կարկանդակը։ Ուրեմն երեխեք ջան, քանի որ ես խնձորով արդեն արել եմ, մի հատ եկեք սկզբից սկսենք նյուտելայով, առաջին անգամ եմ անում նյուտելայով, ինչու չէ։ Մոգոնենք ու մոգոնենք, ժողովուրդ։ Մի քիչ պուճուր անեմ, որովհետև ամեն դեպքում խնձորել եմ այլ, ափսոս այս կարամելացած խնձորը, մեկ էլ հավես չունեմ նորից պատանեմ, խմորանեմ, պետք է 2 փորձի արած լինեի դելա, ոչինչ։ Եկեք մի հատ փորձենք սրա վրա։ Պրոֆեսիոնալ ձևով գնդիկներ ենք անում, թողա թե պրոֆեսիոնալ ես Անահիտ գլուխը տերիկա գոված։ Բոլոր կանայք էլ պրոֆեսիոնալ են երեխեք ջան, մարդու մտքին տեղ լինել, ինչ ասեցիք։ Դավայ, գնացինք։ Մոգոնված, եթե կա խանութներում, ինչու չէ մենք է չանենք, ինչ ասեցիք։ Որ այս խմորը, իրոք կաթուն խմորը շատ հարում է։ Գիտեք ոնց եմ մտածում կլոր անեմ, թե երկար։ Երևի թե երկար անեմ, երեխեք։ Սենց անեմ, գնացինք։ Это кто кушал? Տղան է երևի կերը։ Ձերքի միջոցով։ Մի գտալ է երիկա լավ չապ չանց տեսանայիտ։ Այսից սենց անենք երեխեք, ինչ ասեցիք։ Ուսես դառնա, բան, պիլմինի նման եղավ երեխեք։ Եկեք այս մեկս այս պիլմինի նման։ Սա էլ խնձոր է երեխեք ջան։ Սա խնձոր է։ Կեսը նյուտելա, կեսը խնձոր։ Ասեմ, որ ես եմ մտածել երեխեք եսի։ Ես չգիտեմ շատերը սարքում եք թե չէ, բայց ես քցեցի, բռնեցի, քցեցի, եթե մենք պիտի ուտենք կարտոֆիլով կարկանդակ, մսով կարկանդակ, իսկ ինչու՞ չէ խնձորով, որպես քաղցր տարբերակ ուտենք։ Եվ ես այն պատրաստեցի և շատ համեղ եղավ և բոլորը հավանեցին, վերջում շաքարի փոշի եմ լցնում վրան։ Ժողովուրդ ջան, մի հրաշք բան։ Սա նյուտելայովն է, սա էլ խնձորով է, երբ որ կկիսենք ուտելու ժամանակ, անպայման չմոռանամ, կնկարեմ։ Պատրաստեք այս պիցայի խմորով, նաև քաղցր կարկանդակներ։ Ահա։ Բարի ախորժակ։ Այք տեսեք ինչ փափուկ է երեխեք։ Երեխեք հրաշք է եղել նյուտելայովը։ Ընտիր։ Այլուս առավոտյան ժամը 7-ին 15-ի պակաս ես երկար ճանապարհ եմ գնալու, ակյուզում ձեզ ցույց տալիս հրաշալի մառախուղը,
շուտի մեջ առավոտվա 6:30-ից ես դրսն եմ առավոտը պրոբկաներ երեխեք 50-ից իրավունք չունեի վարելու, բայց ինչ ասեմ Շումախերն եմ եղել այսօր չգիտեմ որտեղ են ինձ նկարել, ինչքան են նկարել կարևորը հասանք տեղ եւ կարևորը չուշացան երկու սենց ստրես որ ես այսօր տարա ես կյանքում չեմ ուշացել բայց այս անգամ ուշացումով եկա եւ ես այդ ուշացումը չեմ սիրում մոռացել եմ որ առավոտը պրոբկան է ժողովուրդ ջան ձերանայի իշխան կիսա քնած կիսա հոգնած մեքենայի մեջ նստած սպասում եմ երեխեք առավոտը ոնց են մարդիկ շուտ արթնանում ես ուղակի ինչ ասեմ խոնարհվում եմ ձեր առաջ որ դուք շուտ եք արթնանում իմ համար միշտ ամբողջ կյանքում դա եղել է պրոբլեմ քանի որ մենք միշտ շուտ ենք արթնացել որ բասկետբոլի մեջ ենք իհարկե երբ որ հավաքների տեղն էինք զբորների իսկ դες մրցումների տեղը չէ 8-ին ասենք դες ավտրիկան էինք էլի պարտադիր ու ամեն անգամ որ պիտի արթնանային ես ահավոր դժվար էի արթնանում անավանդ որ գալիս էին դուրը խփում էին պադյոմ բայեննի ձևով սենց անը որ հենվեմ ուրեմն ինչ էի անում երեխեք որ հիշում եմ նոր նստած էի հիշում գյուտ էի հնարել էլի ինձանից դուրս այ մարդ մի օր մտածեցի հաշվեցի ճիշտ ասած արթնացա մինչև հագնում ես մինչև ամբողջ սպորտային շորերը բան որ պիտի առավոտյան դուրս գաս վազելու Ծաղկաձորում դա տևում է ամենակիչը 15-20 րոպե դե կիսա քնաթաթախ բա գցեցի բռնեցի որ ինչու 15-20 րոպե շատ չքնեմ եւ ամբողջը հագած բացի բոթասներով քնում էի որ 20 րոպե շատ քնեմ դե Անահիտի գյուտներ էլի աղջիկները շուտ վեր էին կնում մինչև այս կողմով ես այդ 20 րոպենը քնում էի հետո երեխեքն ասում են վեր կաց արդեն վեր էի կենում բոթասներս հագնում էի գլխարկս քաշում էի գլխից ու վազելու այսօր ահավոր գլխացավեր ունեմ այսօր գիշերը շատ վատ եմ քնել դե որ տենց է որ միտեղ պիտի գնաս ինչ որ կարևոր տեղ լարվածություն կա այդ հիմա սպասում եմ եւ արդեն մեր մոտ ժամը 10:30 է մեր մոտ ճիշտ ասած մտածեցի ասի գնամ մի քիչ ման գամ խանութ բան բայց չի ձգում որտեղ այդ հոգնածություն կա վրաս դից բաներ երեխեք ջան ինչ ասեմ ձեր համար որ լավ լինի շատերը կասեն այդ ինչ ես անում ես առավոտ կանող չեմ ուզում շատ քարտերը բացեմ երեխեք ջան կարևոր գործը ամեն ինչ նորմալ է ուղղակի պետք է շուտ արթնանա եւ տեղ գնայի էլի գնայինք պիսի բաներ դե լավ ես հիմա ինչ եմ անում որպեսզի ժամանակը շուտ անցնի եկեք ես մոնտաժ անեմ մի քիչ զբաղվեմ վլոգներով որպեսզի այս մի ժամը շուտ անցնի երկար մտածելուց հետո որոշեցի դուրս գամ մի քիչ քայլեմ որովհետեւ արդեն հոգնեցի մեքենայի մեջ սպասելով հիմա դուրս եմ եկել քայլելու երեխեք ջան այս է ձեր Անահիտը տրայնոյ հագնված բայց լավ եղանակ է շատ այս քաղաքը որ ասեմ շատ չեմ սիրում շատ հին քաղաք է մի քիչ ասի քայլեմ ոտքերս գոնեք ոնց որ կիլոմետր էլի ստից գնամ գամ այս կողմեր էլի շատ հեռու չգնամ այդ տեղից որտեղ մեքենաս է այ համե գլխացավս կանցնի մի քիչ Նայեք էլ այս շորերը երեխեք արաբական խանութը սենց մեծ քաղաքներում կան այս տիպի խանութներ ազիական, արաբական հələ այս շենքերը նայեք այս տների ձևերը ժեշտից տուն այս էլ ձեր քաղաքը շատերն ասում են ոնց եք ապրում այդ տեղը այս էլ նայեք երեխեք ջան հələ այս հին տները նայեք հələ այս փեղկերը նայեք սա էլ քաղաքն է լավ էլ մեծ քաղաք է ասեմ
Շատերը հարցնում եք, կան շատերը հարցնում, Անայի, դուք որտեղ եք ապրում։ Երեխեք ջան, ես ձեզ արդեն մի անգամ ասել եմ, որ ես իմ ապրելատեղը չեմ ասում։ Դա իմ անձնական ցանկությունն է, բայց ասեմ ձեզ, ես քաղաքում չեմ ապրում, ապրում եմ գյուղում, դաշտավայրերում։ Իսկ ես որը ձեզ ասում եմ քաղաք, այս էլ քաղաքի դուռն է, երեխեք նայեք։ Դրա համար երբեմն մարդիկ կան, պարծենում են, որ իրենք մեծ քաղաքներում են ապրում։ Իմ համար քաղաքը միայն իմ Երևանն է։ Մնացած քաղաքներն իմ համար ուղղակի քաղաք են, շենքեր, նայեք, լեզ շենքերը նայեք։ Շենքեր, այ այսպես։ Ծառեր։ Շատ չհեռվանամ այդ տերիտորիայից, որովհետև ինձ պետքա շատ հեռու չմնամ, յուրաքանչյուր րոպեն կարող է զանգ գա, որ արդեն ժամանակն է։ Հիմա ուղղակի ցանկացա մի քիչ, որ ասում է, կեսուրից միշտ ասում էր, je vais dégourdir les jambes, ոտքերս մի քիչ բան անեմ, էլի, աշխատացնեմ dégourdir։ Հիմա բանը, երեխեք ցուրտ է, ճիշտ ասած, ընկերուհիս հետ էի խոսում, ասում է բա ցուրտ չի։ Ժողովուրդ ջան, մի հայտարարություն պիտի անեմ, սա իմ մոտիկ, ամենամոտիկ ընկերուհին է, ով փոքրիկ բիզնես է անում, ծաղիկի եւ իր լինքը կտամ Instagram-յան, TikTok-յան եւ նաեւ պատվերներ առաքում է եւ պատվերները կարող եք իրանից վերցնել առիթներին, Հայաստանի բնակիչները, Երևանի մանավանդ, Երևանի բնակիչները եւ ինքը ձեզ կարաքի ծաղիկը։ Ես անպայման լինքը կգրեմ։ Ինձ շատ մոտիկ, շատ մոտիկ մարդ է, էլի, ընկերուհին ամենահարազատ մոտիկ ընկերուհիս։ Այդպիսի բան էր, երեխեք ջան, ես երևի գնամ մեքենայի մեջ, սկսեցի մրսել, ահա որ։ Հիմա մտածում եմ մի հատ բարձրանամ վերև տեսնեմ ինչ կա, չկա մեքենայի մեջ նստելու տեղը։ Դե լավ, ժողովուրդ ջան։ Երեխեք ջան, եկա հիմա նորից լիֆտի մեջ, նույնիսկ ցուրտ էր, ասեցի ավելի լավ է գամ այս շենքում սպասեմ։ Փո՞։ Ատամ, վիեն։ Нет. Վիեն պաղլեք։ Я провожу, хотите папе шупо, хотите не провожу. Երեխեք, ես մի քիչ առաջ եմ եկել այնքան հոգնած, չեք պատկերացնում, ես այսօր 400 կիլոմետր մեքենա եմ վարել, ջղայնացավ գնաց, որ ես ասպա սուպ չես արել, այսօր տեսնում եք ինչ լավ է ջղայնանում վրաց, նենց որ չմտածեք ֆրանսիացիները շատ բան են այդ աղոն ինչա կան է, որ գալիս են կանայք են վրեկները ջղայնանում, չէ սիրելիներս, մեր մոտը մեր տանը տիրում է հայկական ընտանիքի մթնոլորտ, երկկողմանի հարգանք, որովհետև իմ համար հայկական ընտանիքը դա բանը չի, նես չի, որ տղամարդը պիտի գա ոտները դնի սեղանի, ոչ, ես աչքս բացել եմ, տեսել եմ, որ իմ պապան, իմ մաման իրանք իրար հետ համերաշխ, այսինքն մեկը մեկին հարգելով, սիրելով ապրել են։ Երբ որ իմ մաման գնում էր Մոսկվա, որ 4 աղջիկ մի տղա ուներ, հələ ժամանակ աղբերս չկար, գնում էր, որ մեր համար շորեր գներ, որովհետև խանութները չկար ոչինչ բան, պապան էր մեզ տանում մանկապարտեզ, մեր մազերը սանրում էր, հուսում էր, դուք չեք պատկերացնում, իմ պապան այնքան ժամանակակից մարդ է եղել, ժամանակակից գաղափարների, երբեք չի բռնացել, որ կինս պիտի անի, ինքը նախ ձեռքի շատ շնորհքով է եղել, հետո չհաշվածել սիրելիներս, մի վայրկյան, երեխեք նենց թույլ վիճակ է, եթե ես այսօր չգնայի քայլեի մոտը, երևի ինչքան եմ քայլել, մի 4 կիլոմետր քայլեցի, ահա որ ոտքերս տակս ոնց որ սես դողար, եւ այդ քայլել ինձ օգնեց, հիմա թե եմ խմում սերիալով, մի քիչ այսօր անկանոն եմ սնվել, քանի որ տանը չեմ եղել, ինձ թվում է մի քանի օր ես կշերքի վրա չեմ բարձրանա, ինչ է ուզում ասել, իմ պապան, գիտեք, իմ պապան
ամեն ինչ ձերքից շնորհքով մարդիկ ամեն ինչ իմ մաման հանկարծ ասեր Վովա ջան, այս ինչ պիտի սարքվի կամ բան պրոբլեմ չկար, բայց իմ մաման էլ լավ խոհարար ա եղել ու մեր իրանց մոտ եղել ա դրված կինը խոհանոցում, ես էլ եմ դա սիրում, հանկարծակի չմտածեք ժողովուրդ ջան, որ շատերը կան ասում են, բայց ինչու տղամարդը պետք է անի, էլի թող անի, բայց իմ համար ես տենց եմ մտածում, տղամարդը որ մի գործ անում, մենք հետևից հնարավորություն Դե ինչ սիրելիներս, եկեք ես ձեզ ասեմ բարի գիշեր, որովհետև ձեր մոտ շատերի մոտ գիշեր, շատ մեր մոտ, իմ աչքերս տեսնում եք ինչ հոգնած աչքեր ունեմ, չեմ սիրում այդ հոգնած բառը, բայց փաստը մնում է փաստ, որ մարդը, որ երկար մեքենա է վարում, ոնց էլ լինի, հնարավոր չի մանավանդ կինը հոգնում է։ Այդպիսի բան էր սիրելիներս, դե լավ, ես արդեն փնտրեմ կինոն, ինչ կինո է ինձ, այս Ինդիրա Գանդի սպին չանցավ, ես գնամ մի հատ հատուկ կրեմ ունեմ, կրեմ եմ գնես, սպիները հանելու, քսում ես ու սպին մի քանի օրից հետո անհետանում է։ Բարելույս բոլորիդ, բարելույս իմ սիրելի ժողովուրդ։ Մեր մոտ այսօր ինչ հրաշալի մառախուղ է։ Լավ է 3 մառախուղ չէր, ես այդքան մեքենայի մեջ, այդքան մեքենա էի վարել կիլոմետրներ։ Ուրեմն շատերը նայում են բլոգներ և տեսնում են միայն այն, ինչ պետք է տեսնեն։ Բոլորդ գիտեք, որ իմ տունը միշտ մաքուր, հավաքած, որովհետև բնականաբար իմ աշխատանքն հենց է, որ ես տանից եմ աշխատում։ Բայց ես 3 տունը չեմ եղել, և ես ձեզ ուզում եմ ցույց տալ խոհանոցի նստած այսպես նախաճաշում եմ և չի կարողանում հասցնել, հավաքել և Բորիս Սերգեյեվիչը հաց է ուտում և տանն է, ահա ամբողջությամբ գեղեցիկ տեսարանը։ Եվ գիտեք ինչ ես մտածում եմ, որ ոչ թե մտածում, դա այդպես է, ես շատ եմ ուրախանում, որովհետև սա, գիտեք ինչ է կոչվում, սա կոչվում է սելավի, սա կյանքն է, երբ որ տանը մեջ միայն ուրվականներն են քայլում, եթե տանը միայն և միայն տիրում է, ինչ ասել, մենակ սենց փոշու հատիկներ եք տեսնում, ուրեմն այդ տունը չի ապրում, ուրեմն այդ տան մեջ չկա հոգի, պիտի թափվի, պիտի, ինչ ասեմ, շարժում լինի, որպեսզի մի շորը դրած լինի այնտեղ, մի շորը այնտեղ լինի, որպեսզի մենք հասկանանք, որ մեր տանը կան մարդիկ, հասկանում եք ինչ եմ ասում։ Ներող եղեք, Սերժն էր զանգել, հետո հակակուրտկեն, որ գնամ տեսնեմ քարտը կորցրել էր, զանգեց, ասեց եկել գնացել խանութ, քարտը կորցրած, ման այգե չի գտել, ասեցի գնամ կամիոնի մեջ նայեմ։ Ասեցի շատ լավ է, ես ուրախ եմ, որ ես հանկարծ մի բան կորցնեի, հերու տղա, մամա, անդադ կորցնում ես, բայց ամենաուժեղ չեմպիոնը կորցնելու երեխեք իմ տղան է։ Ես մի անգամ են ինձանից գողացել քարտը IKEA-ում մի վայրկյանում և մի վայրկյանում 3 անգամ այդ օվրայը տարբեր խանութներից այդ ժամանակ 30 եվրո էր իրավունք ունես ասենց առանց կոնտակտի օգտագործես 3 անգամ 30 եվրո էր օգտագործել, բայց բանկը հետո հատուցեց ինձ, որովհետև ես անմիջապես զանգեցի և օպոզիցիոն արեցի, որ քարտս կորել է։ Դե լավ, ժողովուրդ ջան, շարունակեմ գործս, մի ահա որ ժամը 10:25 է, հիմա ես ամեն ինչը թողնեմ և ամենակարևորը ես որոշեցի պատրաստեմ ոսպով ապուր, Սերժն էլ շատ սիրում։ Ես շատ եմ սիրում ոսպով ապուրը, բայց կարմիր ոսպով դեր եմ սիրում, բայց Սերժը չէ, Սերժը սիրում է միայն դες, մեր հայկական կարտոֆիլով,
Բայց միս կարելի է, գիտեք, խաշել մի քիչ, մսով էլ անեմ, բայց չէ դե լավ, եկեք առանց մսի անեմ այսօր։ Երևա գնամ սոխը բերեմ, գազար, սոխ։ Ապուրի հետ, քանի որ պատրաստում եմ ոսկով ապուր առանց մսի եւ այդքան մենք շապատվա մեջ միս չենք ուտում, որ ասեմ շատ միս ենք ուտում, նույնն է Սերժը որոշեցի, որպեսզի ավելի հավասարակշռված լինի իմ այսօրվա ճաշատեսակը պատրաստեմ քիչ եւ այդ քիչը դες ցույց տամ, հաղթանակը ասենք ինքը մի քիչ յուղոտ հաճույքա լինում, բայց ոչինչ եւ այդ քիչը ես դες ցույց տամ Եվ որոշեցի այսօրվա քիչը, քանի որ քիչը չէր ստացվել, ուղղակի ձեզ ասել ինչ եմ որոշել, այսօրվա քիչը ինչով եմ որոշել պատրաստել եւ ձեզ ցույց տամ արագ-արագ, որպեսզի այն օրը գիտեք թե նկարահանել, բայց արի ուտես, որ չէի նկարահանել։ Իսկ ում այսքան հերիք է, երկու հատը պահենք Սերժի ապուրի համար, գնացինք։ Վերցնում եք ուրեմն իմ կացսա, դրացա և այլ գնաց սրա մեջ անեմ, թե սրա մեջ անեմ, որտև սա ուրելի շատ է։ Լցնենք մի քիչ ձետ, արդեն, չվարվի, Ես ընդհանրապես այս պոավը պատրաստում եմ պեպերոնիով, շորիձով։ Ահա, կտրատեցի պոավոն, գնաց եպվի։ Մնացինք, սա այսպես, աղացած պանիր, վերցել եմ ես հավի կրծքամիսը, որ շփոթվել է և պատահաբար գնել է, և մի հատուկ կա խոզի, և իրար այդ խառնեմ կլցնեմ մի քիչ է պուաղոյի մեջ, որ տապակվի, մի քիչ բերգով և սրա նման լավնի սերուտել է, ինչ ասել, պես սա և սա, խառնում, խոզ և հավ։ Ահա երկրորդ սենյակը, մեկ օր ես էլ դրել սեղանին, սա ինչ է երեխեք հա, սա ամուսնու շորեր երեխեք, տեսակ որտեղ էր գտնվում այն։ Պատկերացնեք տղամարդուն վստահեք տան մաքրություն, մենակ տեսնեք դուք վարարանի դիմացի ոչ թե Եվրոպայի, Եվրասիայի քարտեզն այլ, աշխարհի քարտեզն է։ Սա իմ երեկն հենց հոգնած է, որ անգամ պայուսակը չեմ տարել դրել իր տեղը։ Ուզում եմ դες ցույց տալ իմ հայտնաբերությունը։ Ես խոհանոցի իմ բաղադրատոմսները գնել, որտեղ ջղվել է, սենց բաներ գնեցի և դարավ արդեն իմ համար, ինչ են ասում, խոհանոցի բաղադրատոմսների գիրք, որտեղ վրան ամբողջը խոհարարական ապրանքներ են։ Սա ձեր ամնայտի հորիված դեգույթը։ Անգամ բարձր են մի բասննդեղ, են մի բասննդեղ, վայ սերուժ։ Ահագին գործում ես այսօր, բայց այսօր ավելի հիմնականում այս մասն է մի քիչ ոչ թափված է, ոչ հավաքած։ Խոհարարական օգնականներ
Չես մտածում որ կվարի։ Օրինակ ես այդ պուախոն դրել էի վրա եւ մոռացել էի։ Այդ նույն բանը ես որ բանում եմ թաղայի մեջ, այդ տերմոմիքսն էլ անում քիշը։ Բայց ես ձեր կողմ անում, որպեսզի դուք տեսնեք։ Սա այսպես, հիմա պիտի մոտ բակրեմ, ես գնում եմ սենյակ, մոռանում եմ, որ ես այստեղ գործ ունեմ, գնանք օֆիս, օֆիսում ահագին մաքրություն, լվանցք եմ գցել, Սվայոմի խմոր եմ նորը գնել, հիմա ես ես կլոր սայովի խմոր, համար ավելի հեշտ է, ջերոցը միացնենք, որ տականա, որ շատ շուտ եկվի, Սերգեյ Սերգեյվիչը եկա, Le grand Sergueïevich est là. Et alors, on n'a rien de plus. Après, tu me dis que c'est moi, je perds tout. Oui, toi, tu perds tout. C'est la première fois. Là, t'avais laissé, t'avais la tête où, Sergei. Գնացել է բենզինը սնելու, քարտը թողել է բենզակալունկայում եկել է։ Զանգերային անալի քարտը չկա։ Ման ուզում է արդեն դուրս գալ որ մեքենայի մեջ նայ, զանգեց ասել, c'est qui t'a appelé? Lui ou c'est toi? Non, quand j'ai vu que j'avais été à Intermarché, quand j'ai vu voir la carte, elle me dit aussi le top bleu. Et alors, bon, j'ai descendu à pied de gauche chez Pelletier, et que je n'ai pas laissé plus. Alors, comme il avait pas venu même... C'est toi qui as descendu? Quoi, c'est nous? Tu n'as pas téléphoné, en fait, tu as compris que c'était... Non, je n'ai pas compris. Ce que j'ai dit aussi que... Après, c'est là-bas, quand j'étais arrivé chez lui, que je me suis rappelé que j'en ai été servi là. Et tu as laissé carrément chez eux? Oui, je l'avais laissé sur la truc. Parce que tu fais sans contact? Oui, en contact. En contact ou sans contact? En contact. Et comment ça se fait? Tu as laissé... Mais non, j'avais fait le contact et je l'ai posé, je ne sais pas pourquoi faire. Ça s'appelle sans contact, Serge. Bon, enfin, je m'en fous. Tu m'énerves, maman. Salut. Հնարավոր չի քարտը մցրած լինես, դե կա երկու տիպի Ֆրանսիայում, կա որ մցնում է մեջ է կոդը խփում ես, դա պիտի 50 եվրոից ավել չլինի, կա առանց կոնտակտ, կա մի անգամ ձեզ դնում ես վրան, ինքը քեզ տալիս է կորտուլ է տալիս, ասում եմ, նո, ես դրել եմ կոնտակտով, ասում Սերժ, կոնտակտով ոնց ես անում, ես ուզես որել եմ, ասում նո, էդի կոչում է սամ կոնտակտ, այսինքն կոդը չես հավաքում, Ռայնացար գունակ, սերոշ, երեխին այդպես է ինչ անում։ Նայեք, որովհետև հաճախակի չեք, հաճախակի չեք տեսնում ես երևույթը։ Ça me fait pas sourire. C'est ça, tu es regardé comme ça մաքրել։ Սա կոչվում է մաքրել, տղամարդու մաքրությունը։ Դրա համար խորհուրդ եմ տալիս։ Ինքներդ արեք։ Serge, tu dis bonjour à tout le monde? Serge. Là, je vais donner. Joli, mais... Տեսեք, պուաղոն, լարդոնի հետ, արմեցի, հիմա սարքնացեք դուք իսարի, ինչ եք անում, սլայոմի խմորը, շերտավոր խմորը, դնում եք ամանի տակ, անպայման, դուշ կլինեք, որ մի քիչ կողքերից դուրս գա, որովհետև ինքը ընթացքում եթերուց կախվում է։ Քանի որ սա շերտավոր խմոր է և շերտավոր խմորը ուղում է, la soupe dans 15 minutes, vers midi et demi. Voilà. Tu vas où? Serge, t'as été voir un petit peu la maison en bas, qu'est-ce qui se passe, tout? Justement, l'équipe. Asma gânam David Tandra. Nike, Sirene, Saistes. Ծակցիկեցիք, ծակոտեցիք, վերցում եք մեր փոքրիկ վրա, սա դնում եք մի կողմ վրա, չեք երկում, մարդկա երկում ամի քիչ, որ հետո ավելի խտխտան լինի, չէ, սլայոմի խմորը բավականին շուտ է երկում։ Ես ունեմ բան էտ, մի քիչ յուղայնությամբ սլիվկա, ոնց եմ ասում սլիվկային, սեյուցք, հա?
Ընդհանրապես շատերը կան ձու չեն դնում սառարանը, դա իրոք տենց է, պիտի չդնես, բայց ես չգիտեմ ինչի վախենում եմ դնում եմ, չգիտեմ, դա իմ մոտ միջակ հոգեբանական պրոբլեմ է երևի։ 3 ձու, ես ընդհանրապես մաղադանոսեր եմ ավելացնում, բայց քանի որ արդեն ինքը կանաչ խանութ է, այսինքն դու աղոն արդեն սոխոտ է, վալա, 3 ձու, ես հիմա ինքը հարեմ, եկեք հարենք սրանով, աղ պղպեղից մի քիչ վախենում եմ շատ չմանի, քանի որ լաղդոնը ինքը արդեն աղի է, փոքր գտալու անենք, ավելացնում ենք մի փոքրիկ գտալ, այսինքն սովորական թեյի գտալի կեսը ավելացնեմ մի քիչ պղպեղ, սա մեզ չի երեխեք ոնց է բաղադրատոմսը, ըստ ձեր երևակայության, ըստ ձեր ցանկության, կարմիր պղպեղը մի քիչ ավելացնում եմ հենց պուաղոյին, խառնում ենք, որտեղ անուշ շխոտ է գալիս սենց, ուրավնա, անուշ շոտ ասեցի քիշեցի, եկեք մի քիչ սվանսկի սոլ ավելացնեմ, սվանսկի աղ, մեջ ամեն ինչ կա սվանսկի աղը, խառնենք, որքան, այսպես խառնում եք արագությամբ, վերցնում եք, եկեք լինենք անց սիվազնիվ, բայց կարողանանք բացենք սա, ամեն անգամ բացելուց առաջ, մի հատ փոքրիկ համտեսում եմ, տեսնեմ խոմ թեկուզ ժամկետը չի անցել, բայց վախենում ես, որ գտալաներ, թթվասեր, սերուցք, և ես այն անում եմ քիչ յուղայնությամբ, քանի որ արդեն լաղդոնը և սոխը յուղոտ է, տեսնեմ ջրիկությունը ոնց է, բայց քանի որ ես պիտի սրան ավելացնեմ նաև պանի, երեխեք ջան, այս բեկոնը գնում է իր տեղը, որ ես արդեն էլ կարիք չկա, մսալի մոմենը շատ կլինի, սա մորացա, գիտեք ինչ, եկեք մի քիչ ավելացնեմ կարմիր պղպեղ, լավ անուշոտ է գալի կարմիր պղպեղի, ես կողմ այստեղ, դուք զգացիք, հասկացեք ինչ է կատարվում, ինչ ունեք ձեր ձերի տակ, բացած, որ արդեն ուզում եք ամեն ինչը ասել մեր մամաներին, տատիկներին ռասխոդ անեք, ռասխոդ ատխոդ, աղացած պանիկ, մոզարելա և թխուա ֆրոմաժ են, եթե ես ունենայի այծի պանիր եք անեք, բայց այծի պանիր չունեմ։ Հիմա ես նայում եմ ըստ պնդության և ես զգացի, որ ինքը բավականին պնդիկ է։ Ես ունեմ շատ քիչ յուղայնությամբ անյուղ կաթ, մի քիչ անյուղ կաթ կավելացնեմ, որ ավելի ջրիկ լինի ու լավ խառնվի։ Շատ չէ, երեխեք ջան։ Հիմա եկեք կտրեմ սա, շատ բարակ։ Գնացինք երեխեք ջան։ Հիմա լցնում եք ես ամբողջը խմորի տակը, տեսակ շատ հեշտ է, դուք ինչ ունեք ձեր տանը, անգամ կարող եք անել կաբաչկայով, կարող եք ինչ ունեք, բայց խորհուրդ եմ տալի շատ մոտ չդնեք, մի քիչ այսպես ապտակ տվեք իրաներին, որ ավելի, ոնց ասեմ, համերը խառնվի և ավելի համեղ լինի, տեսնում եք, հիմա ես մի քիչ ավելի մոտիկացնեմ և ձեզ ցույց տամ այն, սա այսպես, Նաև տեսնեմ ես անգամ չի անջատվել, սա այսպես և ես այս խառնուրդը լցնում եմ շատ հետաքրքիր ձևով դանդաղ, որը որ Անահիտի համար չէ և այն տարածում, դանդաղ աշխատանքը, это не для меня, բայց ինչ արած, վալա երեխեք ջան, գնաց, արդյոք ճիշտ բաներ կարմիր պղպեղը վերջին րոպեին դնել, կտեսնենք
հայկական մեր ոսպով ավանդական ճաշ։ Ահա։ Տեսնում եք, ոսպով, կարտոֆիլով, ռեհանով։ Մի վարքյան սպասեք, մոտիկից ցույց տամ։ Ահա։ Տեսնում եք, ուի։ Տեսնում եք սիրելիներս, վարա։ Ասում եք այդ հայկական ճաշը ոսպով ճաշ, սովորական, ավանդական, մեր կարտոֆիլով ոսպով ճաշ խազարով։ Դե լավ, մեզ էլ բարյախոժակ։ Ահա սիրելիներս քիշը, ասեմ որ շատ համեղ տեսք ունի, բնականաբար հոտը, քանի որ կարմիր պղպեղ ավելացրեցի, կարող եք պատրաստել շատ հաճելի է ուտել ապուրի հետ, ապուրը առանց մսի եւ սա, դրա մեջ մի քիչ միս կա։ Բարյախոժակ։ Սիրելիներս, ես ստացա իմ պատվերը, պատվերներիցս մեկն է ոնց որ եկել, քանի որ ես պատվերը մի քանի բացաբոժկա, այո, եկել այն մեկը, և մեկը սկեչեր, ես ունեմ ոտքի պրոբլեմներ, բոլորդ է գիտեք, և ես պատվիրեցի այս տիպի ոնց որ բոթաս, բայց բասանուշկա բոթաս, այս սկեչեր ֆիրմա բոլորդ գիտեք, ինքը շատ ճանաչված է, և ասեմ ձեզ, նրանք ովքեր սիրում են կոմֆորտ, սիրում են քայլել ամառը, գնեք սկեչերները, ես սրանից մի տարի գնել եմ, բայց ես երկաթի մոմենտ ինձ թվաց, թե ինքը խրպի, ջպոտի հիմա եկեք փորձեք, իսկ այն երկուսը, որ ես պատվիրել եմ, նրանց ֆիրման կոչվում է Ռեմոնտ։ Ուղղակի, ինչ ասեմ, ահա որ մեծ կտրպուկ ունի և ինքը հարմարություն, բոթաս, ինքը բոթաս է, ուղղակի առանց, բոթաս առանց, բաց բոթաս, սա կաշի չի, որ ասեք ասես կաշի ակալվա, նրան կտոր, ամարվա համար ուղղակի սա, ասել նրանց մուրազ է, ես շատ եմ սիրում ամարը, անգամ գնում խայել եմ, կհանդրեմ սա, որպես խայել եմ բոթաս է, և կարելի է այդ պատվել, ինչու չէ, կիսաշրջազգեստների հետ, շատ գեղեցիկ, շատ շատ դեպք է։ Այս բավականին մեծ է, չէ, բայց շատ նա, որ մեծ լինի, որպեսզի կրում է, հետևը չկրում է։ Գերավ երեխեք գնանք հաց ուտելու, հետո ամեն անգամ, որ պատվերները ստանա, ձեզ ցույց կտամ։ Սանդալ սկեչեր, գնեք, գնեք, անգամ տղամարդու կա, գնեք և չեք ուշվանում, շատ կոնֆորտ է, մի քիչ լայն է ոտներս, և ոտները բարակ ու երկար, բայց շատ լավն է, հրաշք։ Գիններ կասեմ, ուրեմն այս նույն սանդալները, հենց իրենց սկեչերի սայթում 90 եվրո էր, իսկ Ամազոնում 50 եվրո։ Ինչու չէ։ Պարզ ասում եմ ձեզ գնելը, վարա։ Ապուրը շատ համեղ էր, Serge Quiche, c'est bon? Ouais, moyenne, c'est bon. Serge Quiche, c'est bon? Moyenne, c'est bon. Et... Je dis, en tant que chef, ce que c'est. Non, c'est vrai. Avec poireau, c'est bon? Pas mal. Et... Ասում լավն է, ասում ուտվում է, կուտվի, գինով կուտվի։ Եկեք համտեսենք իմ քիշը, տեսնենք ինչ է իրանից։ Պուաղոյով շատ համով է, սոխուկներով։ Եթե չունեք պուաղո, կանանչ սոխն է, էլի, մի քիչ ավելի հասցեվով, կարող եք անել կանանչ սոխ, բայց տապակեք մի քիչ։ C'est bon. C'est chaud. Աղը չպետք է լսնեմ մի քիչ աղի է եղել, քանի որ ինքը լարդոնը, բեկոնը աղի է։ Բայց սա է, որ։ Ահա։ Տակա եղել չեն կարողանում ուտել։ Բայց ասեմ ձեզ վերջին րոպեին կարմիր պղպեղը, որ ավելացեցի, շատ համեղ է, կանաչն էլ լավ կլինի։
բայց որ տապակի ավելի շատ սոխուկների հետ ավելի համեղ կլներ, ուղղակի մոռացել։ Եթե ունենայի լավ պամիդոր, մեր տան այդ տնական պամիդորը, պամիդորը կդնեի մեջը։ Ընտիրություն։ Էկիլիբրե, ասել ֆրանսիացիներին, այսօրվա իմ դաշը շատ էկիլիբրե էր։ Չեմ կարող ասել դիետետիկ, շատ օգտակար, որովհետև երեք ամենից անօգտակար բաներ եմ գիտեմ։ Որը։ Դե ինձ սիրելիներս եկեք սրանով ավարտեմ իմ վլոգը, ցանկանամ ձեզ բոլորիդ, եթե սեղանի շուրջն եք նստած բարեախորժակ, ցանկանամ ձեզ հրաշալի օր, ցանկանամ ձեզ առողջություն, ամենակարևորը, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ եկեք ասեմ պակա, պակա։